Ինչպես տեղյակ եք, հարձակում է տեղի ունեցել Իրանի վրա Իսրայելի կողմից, հարձակումը կատարել է մի քանի միջուկային օբյեկտների վրա եւ ռազմական բարձրաստիճան ռեղավարություններ են սպանվել Իրանի շտաբի պետը եւ Իրանի պահպանական բանակի հեղափոխություն պահպանողական բանակի հրամանատար գլխավոր հրամանատարը սպանվել տեղի ունեցել ոդենզեկություն Իրանի տարածքային ամբողջականությունի դեմ եւ ՄԱԳ-ի կանոնադրությունի 51-րդ հոդվածի համաձայն Իրանը իրավունք ունի պատասխան տա Իրանը ՄԱԳ-ին նամակով պաշտոնական տեղյակ է պահել որ իր իրավունքները իր տարածքային ամբողջականությունի համար պաշտպանությունը կպահպանի եւ Իրանը շուտով հակահարված պատասխան կտա այդ Իսրայելի ոդենզեկությունին եւ մենք եթե դրանից հետո Իսրայելը նորից պատասխան տա, նորից հարձակվի Իրանի վրա եւ իրավիճակը վերահսկությունից դուրս կգա եւ մենք ականատես կլինենք լայնազավալ պատերազմին տարածաշրջանում։ Միայն Միացյալ Նահանգները, որ կարան այդ ագրեսիայի վրա Իսրայելի կողմից ազդեն եւ զսպեն Իսրայելի շարունակելու համար այդ ագրեսիայի ոդենզեկությունը Իրանի դեմ եթե չկարողանան զսպել եւ կամ չունենան զսպել իհարկե մենք ականատես կլինենք լայնազավալ պատերազմին տարածաշրջանում Ներողություն արդեն Իրանի կողմից հակահարվածներ եղել են 100-ից ավելի ԱԹՍ-ներ են Իրաքի ուղղությամբ շարժվել Սա դեռ համարենք այսպես ասած անոնս դեռ նոր հակահարվածներ են հնարավոր Միանշանակ հիմա էդի որպես առաջին նախահարձակման փուլ է որպեսի իրանց հոբը սպաղվածնեն եւ բուն հարձակումը դեռ չի սկսել Իրանը դա նախահարձակում էր նախահարձակման փուլ է եւ մենք շուտով ականատես կլինենք շատ լայն հարձակում Իսրայելի վրա եւ բոլոր սցենարները Իրանը նախապես պատրաստել է եւ Իրանը պատրաստում էր վերջերս լայնազավալ պատերազմին եւ բոլոր Իրանի ռազմական ուժերը բարձրաստիճան մակարդակով են պատրաստման մակարդակով են եւ պետք է տեսնենք ինչ տեղի կունենա Իրանի համար անակնկալ էր այս պատերազմը, հարձակումը ավելի ճիշտ եւ Թրամփը հայտարարեց, որ ինքը նախապես արդեն իմացել է Իսրայելի հարվածի հետ կապված Այո, Միացյալ Նահանգները հայտարարեց, որ ուղիղ մասնակցություն չունեն, բայց տեղյակ են եղել, բայց Իրանը չի հավատում, որովհետև առանց Միացյալ Նահանգների թույլտվությունով Նևան հարձակում չէր կարա լիներ եւ տեսնենք շատ վտանգավոր գործընթաց է սկսել տարածաշրջանում հույսանք, որ խաղաղ վերջերս խաղաղություն լինի, բայց Իրանը պատժելու է դա միանշանակ է Իրանը իր ուղիղ կգնա եւ ավելի ուժեղ կգնա եւ ոչ մեկը չի կարա Իրանի միջուկային զորագիրը դադարեցնեն, ցարացնեն բոլոր սցենարները Իրանը հաշվի արել եւ բոլոր սցենարների համար լուծումներ ունի